Նիկոլ Փաշինյանը, որը իշխանության եկավ խոսքի ազատության, լրագրողների ազատ գործունեության եւ ժողովրդավարական արժեքների պաշտպանության լոզունգներով այսօր անցանկալի հարց հնչեցնելու համար լրագրողներին զրկում են ազգային ժողով մուտք գործելու իրավունքից։ Ակնհայտ է, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է լրատվամիջոցի նկատմամբ։ Խնդիրը լրագրողների հնչեցրած հարցերն են, որոնք ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի համար անցանկալի են եղել։ Եվ հետագայում նման անցանկալի հարցերը կանխելու նպատակով նա դիմում է գրել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին։ Վերջինս իրավական ընթացակարգերի իմիտացիա ապահովելու համար ըստ էության հուշել է, ինչպես ձևակերպել դիմումը, որպեսզի հնարավոր լինի լրագրողներին զրկել հավատարմագրումից 2 օրում եւ նախազգուշացում եւ զրկման որոշում է կայացվել։ Բնականաբար, այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անմիջական գլխավորությամբ եւ համաձայնությամբ։ Իսկ հիմա ապօրինությունների ժամանակագրությունը։ Դեկտեմբերի 3-ին, երբ հերթական անգամ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը չկարողացավ ապահովել քվորում, Արմնուր լրատվականի լրագրող Սոնա Գրիգորյանը մոտեցել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին եւ հարց ուղղել. Ինչու ՔՊ-ն չի կարողանում ապահովել ՔՊ-ի падգամավորների մասնակցությունը նիստերին։ Կոնջորյանը ժպիտով մաղթել է լրագրողին լավ օր եւ հեռացել, առանց որևէ մեկնաբանություն տալու։ Հաջորդ օրը, դեկտեմբերի 4-ին, հրապարակվել է կարճ հոդված այն մասին, որ Հայկ Կոնջորյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը արդեն 4-րդ անգամ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տապալում են Ազգային ժողովի նիստերը։ Այդ հրապարակումից հետո որևէ արձագանք կամ քայլ չի եղել։ Սակայն դեկտեմբերի 16-ին Հայկ Կոնջորյանը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմին, նշելով, որ դեկտեմբերի 3-ին ժամը 12:30-ի սահմաններում Սոնա Գրիգորյանը մոտեցել է իրեն, մեկնաբանություն խնդրել, ինքը հրաժարվել է, իսկ հաջորդ օրը հրապարակվել է հոդված։ Այսինքն նախկին լրագրող Հայկ Կոնջորյանը փաստացի բողոքել է, որ լրագրողը կատարել է իր մասնագիտական իրավունքը, առանց իր հետ նախապես համաձայնեցնելու։ Սա ժողովրդավարության նոր չափորոշիչ է։ Սակայն դրանով ՔՊ падգամավորը չի սահմանափակվել։ Դեկտեմբերի 16-ին, երբ Ժողովուրդ օրաթերթի եւ Արմնուր լրատվականի լրագրողները հետաքրքրվել են մանիպուլատիվ հնարքներով ձեռք բերված Կոնջորյանի թանկարժեք առանձնատան թեմայով, падգամավորը դրսևորել է անսան զայրույթ եւ անմիջապես դիմում գրել պահանջելով լրագրողների մուտքը Ազգային ժողով արգելել։ Ազգային ժողովի աշխատակազմի մասնակցությամբ իրավական абսուրդ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը օրենքի տառը պահպանելու պատրվակով կայացրել է բացայտ ապօրինի եւ աբսուրդային որոշումներ։ Դեկտեմբերի 17-ին Սոնա Գրիգորյանը նախազգուշացվել է, որ դեկտեմբերի 3-ին սահմանված վայրից դուրս հարց է տվել Հայկ Կոնջորյանին եւ նյութ հրապարակել։ 2 օր անց նույն падգամավորի գրության հիման վրա նա զրկվել է հավատարմագրումից։ Որոշման մեջ նշվում է, որ դեկտեմբերի 16-ին ժամը 12:52-ից 12:55-ին Սոնա Գրիգորյանը եւ Քնար Մանուկյանը մոտեցել են Կոնջորյանին, վերջինս հրաժարվել է հարցազրույց տալ, ինչից հետո լրագրողները շարունակել են իրենց մասնագիտական գործունեությունը մինչև նրա աշխատասենյակի դուռը։ Падգամավորը էթիկայի ոչ մի նորմ չպահպանելով դուռը շրխկացրել է լրագրողների դեմքին։ Այսինքն հարց տալու եւ տեղեկություն ստանալու իրենց սահմանադրական ու մասնագիտական իրավունք իրացնելու համար լրագրողները զրկվել են Ազգային ժողովի հավատարմագրումից եւ փաստացի Ազգային ժողով մուտք գործելու իրավունքից։ Քնար Մանուկյանի դեպքում Դավիթ Առաքելյանը թույլ է տվել կրկնակի ապօրինություն։ Դեկտեմբերի 18-ին նա ստացել է գրություն, ըստ որի դեկտեմբերի 16-ին շարունակել է լրագրողական գործունեությունը միացված տեսախցիկով շարժվելով դեպի Հայկ Կոնջորյանի աշխատասենյակ։ Մինչդեռ Քնար Մանուկյանը նախապես բանավոր թույլտվություն է ստացել Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ՊՊՑ աշխատակցից եւ շարժվել է թույլատրված ուղղությամբ։ Այս հանգամանքը ֆիքսված է նաև տեսախցիկներով։ Չնայած դրան, Դավիթ Առաքելյանը նույն արարքի համար 2 օրվա ընթացքում նախ դեկտեմբերի 18-ին նախազգուշացում է հայտարարել լրագրողին, իսկ դեկտեմբերի 19-ին զրկել հավատարմագրումից։ Եզրակացություն։ Սա ոչ թե կարգապահական գործընթաց է, այլ բացահայտ քաղաքական հաշվեհարդար անկախ լրագրության նկատմամբ։ Սա խոսքի ազատության կոպիտ խախտում է իրականացված Ազգային ժողովի բարձրագույն ղեկավարության կողմից։
Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, Դավիթ Առաքելյանը իրենց գործողություններով ազգային ժողովը վերածել են փակ, լրագրողներից վախեցող կառույցի, որտեղ հարց տալը պատժվում է, իսկ իշխանության ներկայացուցիչների անգործությունն ու ձախողումները թաքցվում են վարչական բռնությամբ։ Այս մարդիկ ոչ միայն չունեն բարոյական իրավունք խոսելու ժողովրդավարությունից, այլ իրենց գործողություններով ապացուցում են, որ պատրաստ են խեղդել ցանկացած ձայն, որը համարձակվում է հարցնել, հետաքրքրվել եւ բացահայտել ճշմարտությունը։